Պատանի պատմագետների ակումբը բոլորին հրավիրում է մասնակցելու հռետորական արվեստի ուսուցում, խոսքը եւ խոսքի ուժի կիրառումը եռամսյա դասընթացին։ Այս ակումբը 2010 թվականին հիմնադրել են մի խումբ պատմագետ երիտասարդներ, նպատակ ունենալով բարձր դասարանցիներին տալ պատմության խորացված դասեր, կազմակերպել քննարկումներ, բանավեճեր եւ նաեւ էքսկուրսիաներ Հայաստանի տարբեր պատմական վայրեր։ Պատանի պատմագետների ակումբի անդամներն ու կամավորները հիմնականում երիտասարդներ են, նշում է պատմագետների ակումբի ղեկավար անդամ Գևորգ Պետրոսյանը եւ հավելում, երեխաների հետ աշխատանքը լավ փորձ է հատկապես այն երիտասարդների համար, որոնք ցանկանում են մանկավարժ դառնալ։ Պատանի պատմագետների ակումբը դեռ համագործակցում է միայն Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանի դպրոցների հետ։ Գևորգը պատմում է, թե ինչպես են ընտրում ակումբի դասընթացներին մասնակցող աշակերտներին։ Քննությունը անցնում է երկու փուլով, առաջինը դա 30 հարցից բաղկացած թեստն է, որի լավ հանձնման դեպքում իսկ լավ տոկոսը համարվում է 50-ը եւ 50-ից բարձր տոկոս արդյունավետությունը։ Նրանց հրավիրում ենք հարցազրույցի եւ որոշակի հոգեբանական նաեւ մեթոդներով փորձում ենք ընկալել արդյոք նրանք պատրաստ են մեր հետ ճանապարհ անցնել, պատրաստական են տարբեր գործունեություններ ծավալել, մինչեւ վերջ ներկա լինել դասերին, չբացակայել եւ այլն, եւ ըստ այդմ նաեւ վերջնական ցանկն է կազմվում մասնակիցների, որոնց հիմնական թիվը 25-ից 30 հոգի է։ 9-ից 11-րդ դասարանի դասարանցիները 12-ը չենք կարող, որովհետև նրանք պարապմունքների մեջ են, խիստ զբաղված են լինում, ճիշտ է ցանկությունը մեծ է մասնակցելու, բայց ֆիզիկապես պարզապես չեն կարողանում մասնակցել դասընթացներին։ Կուրսը տևում է 6 ամիս, բայց կոնկրետ ֆիքսված ժամանակահատված չկա, քանի որ մենք դասընթացները անցկացնում ենք ինտերակտիվ կերպով եւ մասնավորապես անդրադարձ ենք կատարում այն թեմաներին, որոնք ընտրում են հենց նրանք երեխաները։ Նրանք քննությունների ժամանակ նշում են, թե պատմության, լինի դա Հայաստանի պատմություն, թե համաշխարհային պատմություն, նրանք որ շրջանն են ամենաշատը նրանց հետաքրքրում, որը կուզենային ավելի մանրամասն, ավելի խորացված իմանալ, եւ մենք այդ հարցի շրջանակներում 3 դասընթաց ենք կազմակերպում։ Իսկ ինչ վերաբերում է հռետորական արվեստի ուսուցման դասընթացին, ապա դրան կարող են մասնակցել բոլորը, առանց տարիքային սահմանափակման։ 3 ամիսների ընթացքում մասնակիցները տեսական եւ նաեւ ինտերակտիվ պարապմունքների միջոցով կկարողանան արագ ընկալել հռետորական արվեստը եւ կիրառել այն կյանքում։ Այս դասընթացը կազմակերպվում է արդեն երկրորդ անգամ։ Առաջինը անցկացվել է 2014 թվականի աշնանը եւ Գևորգի խոսքերով դրան մասնակցել են մոտ 25 երիտասարդներ։ Այս դասընթացին երիտասարդ պատմագետները ավելի մեծ թվով մասնակիցների են սպասում։ Դասընթացը վարելու է Պատանի պատմագետների ակումբի ղեկավար, պատմաբան մանկավարժ Արա Հակոբյանը։ Հռետորական արվեստի ուսուցում, խոսքը եւ խոսքի ուժի կիրառումը եռամսյա դասընթացին մասնակցության համար ընդունելության որևէ կարգ չկա։ Դասընթացները նախատեսված են բոլոր ցանկացողների համար ինքնաֆինանսավորման սկզբունքով։ Ընդհանուր կուրսի համար անհրաժեշտ է վճարել 25000 դրամ, որով կազմակերպությունը ապահովելու է լսարան, անհրաժեշտ նյութեր, կինոդիտումներ, դահլիճ եւ կրենական պիտույքներ։ Կուրսի տևողությունը 3 ամիս է, շաբաթական 3 անգամ է լինելու, 100 րոպե յուրաքանչյուր դասը։ Հիմնական նպատակը բանավեճի կարողությունը, խոսքի կարողությունը մեծացնելն է նրանց մոտ, որովհետև ինչպես գիտենք, աշխարհում ամենահզոր ուժը դա խոսքն է։ Խոսքով են սկսվում պատերազմները, խոսքով են կնքվում հաշտությունները, եւ մարդիկ այն ամեն ինչի հասնում են, խոսքով են հասնում։ Շատ կարեւոր բաղադրիչ է մեր կյանքի խոսքը, դրա համար մենք փորձում ենք այդ կուլտուրան էլ զարգացնել Հայաստանում։ Սիրողական մակարդակի վրա չի լինելու, պրոֆեսիոնալ մակարդակի վրա է լինելու են նաև կինոդիտումներ, ժեստիկուլյացիայի ձևեր, ինչպես պետք է մարդ իրեն դրսևորի հանդիսատեսի առջև, ինչպես է ճիշտ որ նա կանգնի, ինտոնացիան, այդ հուզվածության հաղթահարումը եւ այլն, այդ ամենը ներառվելու են ծրագրի մեջ։ Երիտասարդ պատմագետների ակումբի ղեկավար անդամ Գևորգ Պետրոսյանը նաև տեղեկացնում է, որ մարտի 15-ին ժամը 15-ին իրենք Հյուսիսային պողոտայի ոչ երթևեկելի հրապարակում Գինիլից անունով ֆլեշմոբ են կազմակերպելու։ 1921 թվականի հենց մարտի 15-ին Բերլինի Շարլոտենբուրգ թաղամասի Հայդենբուրգ փողոցում Սողոմոն Թեհլերյանը գնդակահարեց ոճրագործ Թալյաթին, իսկ ինչ է լինելու ֆլեշմոբի ընթացքում։ Երգում ենք Գինիլից երգը, խմում ենք գինին
Իպատիվ Թելերյանի նրա կատարած սխրանքի եւ այդպես փորձում ենք մարդկանց մեջ առաջացնել այդ զգացմունքները եւ ոչ թե պարտվածի հոգեբանություն, որը անդադ քարոզվում է մեզ, ինչպես գիտենք նաեւ 100-ամյակն է Եղեռնի շուտով եւ այս տարի փորձելու ենք ավելի լայնամասշտաբ այդ ամեն ինչը կազմակերպել։ Ճիշտ է, շատ ծանր տարի է մեզ համար լինելու, ողբերգական տարի է, բան չունեմ ասելու, բայց պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել մեր պատմության առավել փառավոր էջերին եւ մենք փորձում ենք հենց դա ապահովել, որպեսզի ժողովրդի կամքը մնա անկոտրում, որպեսզի նրանք վերհիշեն, թե ում զավակներն են նրանք, որպեսզի նրանք հետագայում կարողանան դիմակայել բոլոր դժվարություններին։ Մենք նաև պատերազմական իրավիճակում ենք ներկայումս գտնվում եւ իմ կարծիքով հոգեբանական առումով այս միջոցառումը շատ կարեւոր է նաև մեր զինվորների համար։ Փորձելու ենք իդեպ նաև Skype-ով կապ հաստատել մեր անդամներից մեկի Լևոն Թորոսյանի հետ, որը ներկայումս բանակում ծառայություն է անցկացնում եւ նաև նա էլ աշխատանքներ է տանում, որպեսզի մենք միասին այդ երգը երգենք Skype-ով ուղիղ միացումով նաև բանակի տղաները մեզ միանան, շատ հետաքրքիր կլինի։ Գևորգն ասում է, որ պատմագետների ակումբը գործում է ինքնաֆինանսավորման սկզբունքով ու եթե կլինեն կազմակերպություններ կամ անհատներ, որ կցանկանան օգնել, իրենք պատրաստ են համագործակցել։ Տեղեկացնեմ, որ հռետորական արվեստի ուսուցում, խոսքը եւ խոսքի ուժի կիրառումը երամսյա դասընթացը կմեկնարկի մարտի 30-ին։ Գրանցվելու եւ մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 055 62 92 16 055 65 00 64 հեռախոսահամարներով կամ այցելել Պատանի պատմագետներ.du.am կայք եւ Facebook սոցիալական ցանցում բացված Պատանի պատմագետների ակումբի էջ։ Սևակ, Լյունսե։